Ուրեմն այսօրվա մեր թեման քարտերի իդեալական պատրաստումն է, տեքստեր, նկարագրություններ, վերնագրեր։ Բնականաբար ինֆոգրաֆիկայի հաջորդ մասը դա իր բնութագիրն է, տեքստերն են։ Այսինքն, երբ որ գնորդը փնտրում է ապրանք, առաջնահերթ տեսնում է ինֆոգրաֆիկան մեր նկարը, այնուհետև տեքստը, վերնագիրը ու իր բացատրությունը։ Սա շատ կարևոր մաս է, որովհետև սրանից ելնելով ձեր ապրանքը կամ կարան ճիշտ հասկանան, կամ սխալ։ Եթե նույնիսկ ունենաք շատ լավ ապրանք, ձեր ապրանքը կարան ճիշտ չհասկանան։ Այսինքն զուտ անհասկանալի նկարագրության ու սխալ նկարագրության պատճառով կամ ինֆորմացիան քիչ է տրամադրվում, չափսերը քիչ, մատերիալը քիչ, այսինքն չի տրամադրվում ու բնականաբար մեր գնորդը կարա գնա։ Ու նույն ձև կարա շատ վատ անորակ ապրանքը ճիշտ ներկայացնեն ու գնումները շատ լինի, հա, այդ տարբերակն է կարա լինի, բայց բնականաբար պետք է մենք ապրանքը ճիշտ նկարագրենք, որպեսզի մենք գնորդի հետ խնդիր չունենանք։ Հիմա անցնենք այն ամեն ինչին, ինչը մեզ պետք է նկարագրելու համար։ Նախ Վալբերիսի քարտը պարզապես ապրանքի էջ չի, այդ բնականաբար բոլորս գիտենք, որովհետև հաճախորդը առաջի տպավորությունը ստանում է հենց մեր քարտից, հետո այնուհետև նոր ստանում է մեր ապրանքը։ Ու եթե քարտը թույլ է կազմված, նույնիսկ լավ ապրանքը կարող է չվաճառվել։ Այս արդեն ասեցի։ Հիմա ինչ քարտը պետք է պատասխան տա հաճախորդի հիմնական տվյալ հարցերին, այսինքն երբ որ մենք նկարագրությունը գրում ենք, մենք պետք է պատասխանենք հետևյալ հարցերին. ինչ ապրանք է սա, ինչի համար է նախատեսված, ինչով է օգտակար, ինչպիսի նյութ կամ հատկություններ ունի եւ արդյոք սա համապատասխանում է իր պահանջներին, թե չէ։ Կարակ մոտավոր պատկերացնեք ձեր ապրանքից ելնելով, օրինակ ներկայացնում ենք այսինչ պայուսակը, կանացի պայուսակ, այսինքն պատասխանեցինք այն հարցին, թե ինչ ապրանք է սա, ում համար է նախատեսված, ինչով է օգտակար, ժամանակակից է, ոնց ասեմ, գրպանները շատ են, հարմար է օգտագործման համար ու նմանատիպ բոլոր հարցերին, օրինակ էկոկաշի է կամ եւ այլն։ Քարտը պետք է ունենա բնականաբար ճիշտ վերնագիր, ամենակարևորը վերնագիրն է, այսինքն երբ որ մեկը փնտրում է ինչ-որ ապրանք, առաջինը վերնագրից է վերցնում այդ բառը, որ նոր կարողանում է գտնի։ Օրինակ, եթե գրենք ժամանակակից պայուսակ, մի քիչ ավելի դժվար կգտնի գնորդը այդ անունը, քան թե որ գրենք պայուսակ, օրինակ վերջում ավելացնենք իր հատկանիշը ժամանակակից։ Այսինքն մեր վերնագիրը պետք է սկսի առաջի բառը պարտադիր լինի մեր ապրանքը, նկարագրի։ Կլինի խաղալիք, խաղալիք փափուկ, պայուսակ ժամանակակից կամ չգիտեմ, պաստելնի բիլյո 2 տեղանոց չէ, օրինակ։ Այսինքն մենք առաջինը գրում ենք անունը, հետո շարունակում ենք նոր մնացած հատկանիշները։ Հասկանալի հիմնական նկարագրություն պետք է ունենանք, որովհետև նկարագրությունը էլի եմ ասում, դա կարևոր մասն է, որովհետև եթե մեջը չպարունակեց, այսպես ասած, բանալի բառեր, keywords են ասում, այդ բանալի բառերը չպարունակեց նկարագրության դաշտում, էլի ձեր ապրանքը դժվար է գտնվելու, ու այս ամբողջը գնում է նրան, որ պետք է մենք քարտը նկարագրությունը, հա, այսինքն նայեք, բառերը պետք է մենք ճիշտ ընտրենք։ Մենք չպետք է շատ ճոխ բառեր օգտագործենք, չօգտագործենք, այսպես ասած, մեծարող բառեր, լավ որակով, եսիմինչ, այսինքն մենք պետք է հատկանիշը գրենք ու դրան տանք որպես առավելություն, հա, նա գեղեցիկը ինչի համար է գեղեցիկ, ու չճոխացնենք օրինակ շոկ առաջար կամ լավագույն մեր շուկայում նմանատիպ բառեր նույնպես չենք օգտագործում։ Ու ճիշտ գրիտ հատկանիշները պետք է տանք, այսինքն եթե մեր ապրանքը 50 գրամ է, գրենք, որ ինքը 50 գրամ է, ոչ թե օրինակ 55 կամ 45։ Ճիշտ գրիտ ինֆորմացիան միշտ լավ արդյունք է տալիս։ Եվ անհրաժեշտության դեպքում չափսեր, գույն, նյութ օգտագործման ձևը, այդ ամբողջը բնականաբար պետք է անպայման գրվի, դա կարևոր մասն է։ Այսինքն չմտածենք օրինակ նույն ChatGPT-ով գրենք, օրինակ նկար ուղարկենք, լինում է էլի դեպքեր, նկարը ուղարկենք, ասենք տեքստուր, տեքստը տա, ինքը նկարագրի ձեր ապրանքը անկյուններով, բան, գույներով, բայց ինքը չտա այն ճիշտ խարակտերիստիկան, հա, բնութագիրը, որը որ պետքա ձեր ապրանքին։ Իհարկե օգտվելու ենք նաև արհեստական բանականությունից, բայց դա չենք ընդունելու հիմք։ Սա նույն վերնագրի մասն է, նորից մեկնաբանեմ։ Վերնագիրը պետք է ունենա հետևյալ հերթականությունը։ Առաջինը լինում է ապրանքի անունը, հետո ապրանքի տեսակը,
հիմնական բնութագիրը, հետո երբեմն նյութը, չափը, գույնը կամ կիրառության ոլորտը։ Այսինքն, եկեք մեկի օրինակով բացատրեմ։ Օրինակ, իգրուշկան, չէ՞, մягкий, կարաս գրես օրինակ սինտիպոնովա, թե մեջ օրինակ են մանր շարիկներ են լցրած լինում, որ իր նյութը, հատկությունը ու օրինակ որ տարիքի համար է համապատասխանում, հա։ Նույն ձև այդպես ցանկացած պայուսակ, օրինակ կանացի պայուսակ, էկոկաշվից ու տենց կանանց համար կամ ամենօրյա օգտագործման համար ինչ-որ sense նկարագրությունները իրար հետևից նոր գնում է, բայց առաջի բառը պետք է օգտագործենք միշտ իր անունը, ոչ թե նկարագրողը, առաջինը, հետո անունը։ Վերնագրի մեջ կարանք չավելացնենք, բայց դա էսա է ցույց կտամ օրինակով ինչին է վերաբերվում։ Դա վերաբերում է այն ապրանքին, որին առաջնային դա կարևոր է, որ մենք ցույց տանք մեր վերնագրի մեջ, բայց լինում է ապրանքներ, որ նախ ինֆոգրաֆիկայով պետք է առաջին այսքան աչքը հենց տեսնի դա, երկրորդն է ինֆորմացիա դաշտում մենք այդ ավելացնենք։ Վերնագրի մեջ պարտադիր է լինի այն բառերը, որը որ փնտրելիս պետք է գնորդը գտնի։ Նորից ասեմ, վերնագիրը պետք է լինի կոնկրետ, հստակ, ոչ մի ավել բառ չենք օգտագործում, չունենանք կրկնություններ, նույն բառը երկրորդ անգամ չպետք է կրկնվի, ընդհանրապես մենք ունենք 60 սիմվոլի հնարավորություն, դրանից ավել երկար նախադասություն չենք կարա գրենք։ Չպարունակի ավելորդ գովազդային բառեր, այսինքն սկիթկա, խիտ, ինչ-որ sense բառեր չենք օգտագործում, այդ պարտադիր, որովհետև ձեր քարտը կարա տանի բլոկավորման կամ չլինի, չգնա առաջ։ Նույն ինքը դժվարացնի իր առաջ գնալը։ Չլինի չափազանց երկար, էդ էլ է խանգարում երբեմն, որովհետև լինում է նույն բառերի կրկնություն կամ նկարագրությունը սենց շարունակ գնում է երկար, էդ էլ լավ չի։ Ու ներառի այն բառերը, որոնցով մարդիկ կարող են որոնել ապրանքը։ Դա նույն keywords-ն է, այսինքն բանալի բառերն է, որը մենք պետք է ունենանք մեր վերնագրի մեջ։ 3 օրինակ եմ այստեղ առանձնացրել, եկեք մանրամասնեմ ու բացատրեմ այս տեսականի ինչի մասին է խոսքը։ Օրինակ առաջինը, двухсторонний профессиональный кисть для макияжа, ըստ ձեզ դա ճիշտ է։ Ճիշտ չի։ Հա։ Պետք է լինի кисть для макияжа, հետո նոր արդեն գնա двухсторонняя профессиональная։ Ինքը կարող է մի քիչ սիրուն չհնչի, բայց իրան որպեսի հեշտ գտնեն, որ նայեք գնումներն էլ է քիչ իր ընդհանրապես քարտը пассив է, որովհետև դա կարա իրան խանգարի։ Այսինքն ապրանքի դիրքը ինքը արդեն գցում է։ Երկրորդը կամո դերևյան ուսկի для вещей с ящиками։ Տեսնում եք ինքը ինչքան sense հստակ գնում է։ Կամոդն է մեր իսկական ոնց որ հիմքը, դերևյանն դե արդեն դրանք բնութագրող բառերն են, для вещей с ящиками, ում համար է ու ինչա պարունակում, այսինքն մենք բոլոր բնութագրող բառերը տվեցինք։ Նույնը որ ասում ես չափսերը, ռուչկեքի դեպքում տեսեք ճիշտ է ինքը արված։ Ручки шариковые, синий набор для школы ու 50 штук линия ու միլիմետր, այսինքն ինչին պետք է մենք առաջնային նայենք, հա։ Այդ ինֆորմացիան սաղ վերնագրի մեջ կա, որ փնտրելիս, որտեղ փնտրում են հենց տենց բառերով։ Օրինակ հաստատ 20 սանտիմետրանոց խաղալիք չեն փնտրի, ես վստահ եմ, բայց ռուչկեն իր չափանիշներով փնտրում են։ Այս մեր edge-ն է, որով որ մենք քարտը բացում ենք։ Ինֆոգրաֆիկան ստեղծեցինք, ավելացնում ենք նկարներ դաշտում, զագրուսկա ենք տալի ֆայլը ու սկսում ենք, այստեղ արդեն մեր գոնե մինիմում 5 հատ ֆայլ պետք է ունենանք նկար, հա։ Պետք է սարքենք իր բնութագրող հատկանիշները, արդեն քննարկեցինք անցած դասին, պետք է նկարագրենք մեր ապրանքը նկարներով։ Հետո նոր անցնենք այս տեքստերին։ Այստեղ ինչն ենք ավելացնում, արդեն ասեցի, անունը։ Օրինակ այստեղ գրել եմ կիս для макияжа глаз, օրինակ 3 штука։ Հետո կատեգորիան ինքը այստեղ ավտոմատ է բերում, բայց եթե ձեր ապրանքը իր անունից չհասկացավ, ուրեմն կամ անունն եք սխալ գրել, կամ է սպეციფიկ ապրանքա, որին որ կատեգորիան դուք պետք է գտնեք։ Օրինակ լինում է երբեմն ինչ-որ մեքենայի մասա եւ այլն, որ գրում ես, ինքը չի հասկանում դա ինչ է։ Դրա համար պետք է ձեռքով ընտրես։ Բայց հիմնականը բերում, օրինակ սա գրել ես, ինքը ավտոմատ բերել է կիստի կոսմետические, հա, ինքը արդեն բերել է, արտիկուլ продавца, հաջորդը, այդ դնում եք դուք ձեր կոդը, որը որ դուք ձեր համար, օրինակ ձեր ապրանքը, օրինակ համար 1 ապրանքը ձեր համար սա է, համար 2 ապրանքը սա է, կամ նույն վրձինները, չէ, օրինակ գրում ես վրձին
3 հատ, այսինչ բան, այսինքն քեզ օգնող բառերի շարանն է, որը որ պատվեր լինելուց պետք է օգնի ապրանքը ընտրես, չնայած այնտեղ վերնագիր եւ այլն գրվում է, բայց դա ձեր կոդն է։ Այսինքն դա դուք եք օրին։ Չէ, դա Վալբերսի արտիկուլը չի, դա քո արտիկուլն է։ Վաճառողի արտիկուլն է, դու գրում ես դա նրա համար, որ մեծ պարտիաների գնումների դեպքում դու տենց կարանաս շուտ ոնց որ հասկանաս, որ ապրանքներն է։ Հա։ Վալբերսի արտիկուլը դուք չեք հորինում, ինքը ավտոմատ բերում է։ Այս արտիկուլը մենք ենք գրում, դա մեր արտիկուլն է։ Մեր գնումների համար, որովհետև երբ որ դուք հանում եք ապրանքների ցանկը վաճառքի, ինքը արտիկուլով ավելի շատ բերում։ Անուն այդքան գրված չի լինում, կատեգորիան է լինում ու արտիկուլը։ Դրա համար նենց բան գրեք, որ դուք կարողանաք հիշեք։ Այդ Վալբերիսն եք ասում։ Վալբերիսի արտիկուլը մենք չենք դնում, դնում է ավտոմատացված իր համակարգը։ Այստեղ նույնիսկ տեղ չկա, որ դուք փոխեք կամ ավելացնեք։ Մենք քարտը բացում ենք, երբ որ տալիս ենք создать и завершить, նոր ինք արտիկուլը ստեղծվում է։ Դա արտիկուլը չի, դա շտրիխ կոդն է։ Էսա կանցնենք դրան։ Չէ, ժողովուրդ, դրանք տարբեր բաներ են։ Սա ձեր կոդն է, որ դուք ցանկը լինի վաճառքի, հանեցիք ձեր լիստ պատբորը։ Տենակ, այս օրինակ կիստ 001, այս ապրանքն է, օրինակ մի տուփի մեջ եք գրել եք այդ տուփի անունը 001, կամ օրինակ մեծ պահեստներում ոնց են աշխատում, առաջի շարքի երկրորդ պոլկայի եսի մեսինչ հատվածը, տենց գրում են, չէ, 1, 2, 3, օրինակ, որ հասկանան որն է։ Չէ, կարակ նախադասություն եք գրեք երկար, ոչ մի էական բան չկա։ Պարտադիր, օրինակ ես այդտեղ բրենդներն եմ գրում կամ չգիտեմ, ինչ որ նույնականացնող նախադասություն, օրինակ տուփի վրա ինչ որ բառ, որ դուք հեշտ հասկանաք, որ այդ ձերն է, որ ապրանքն է։ Բրենդը ընտրում եք, երբ որ դուք ունեք բրենդավորված ապրանք, նույն օրինակ, ինչ ասեմ, Mixit կամ Clinique, ինչ որ տենց Adidas, բրենդները երբ որ լինում է, այստեղ եկամ, եթե դուք ձեր սեփական բրենդն եք հորինում, դրա համար պետք է հայտ ներկայացնեք Վալբերիս, այնտեղ կա создать բրենդ, հայտը ներկայացնում եք, փաստաթուղթը գցում եք, նոր այդ բրենդը հայտ է գալիս, ուրիշ դեպ դուք չեք կարող այդ բրենդը ավելացնեք։ Բրենդ չունեք, ուղղակի բաց թողեք, հա, պարտադիր դաշ չի։ Ցվետ, այս գույներն է, ընդհանրապես գույնի ընտրության հնարավորությունը տալիս է 1-ից մինչև 5 հատ։ Եթե օրինակ ձեր ապրանքը կարմիր գույն է, ցանկալի է ընտրեք կարմիրի բոլոր երանգները, որը որ հնարավոր է, որովհետև որ փնտրում ես ավելի հեշտ է տենց գտնելը, քան օրինակ մի կարմիր գրածով, հա, թեկուզ առանժևը կրասնի, այնտեղ շատ կան էլի, կարմիրի տարբեր երանգներ կա, այդ 5-ն էլ լրացրեք ցանկալի է։ Եթե մտածում եք կխանգարի ձեր ապրանքին փնտրելուց, մի լրացրեք, դա արդեն կհասկանաք ինչ թվում է։ Ապիսանյան, այս մեր արդեն նկարագրությունն է, որը որ ասեցի, նկարագրությունը պարտադիր պետք է մեր հարցերին պատասխանի, ինչ ապրանք է, ում համար է նախատեսված ու դրան հետ կապված բոլոր իր բնութագրերը, պարտադիր պետք է լինի օգտագործման ձև, նույնիսկ խնամքը, հա, որ ջերմաստիճանում լվանալ, հարթուկել եւ այլն, այդ ամեն ինչը պետք է գրված լինի։ Օրինակ վրձինների դեպքում 30 աստիճանի տակ լվանալ, չէ, բարձրի տակ չի կարելի, կամ ինչով լվանալ, այդ ամբողջ ինֆորմացիան պետք է այստեղ լինի։ Թեկուզ սիրուն կարակ իրար հերթականությամբ տող գրեք, որ ավելի հաճելի լինի։ Բացի այդ էլ գոյությունի rich content, այդ վերջում արդեն կասեմ, երբ որ տեսած կլինեք հայտնի բրենդներինը, որ բացում եք, դա կսիրուն հերթականությամբ գնում է։ Օրինակով հեսա ցույց կտամ։ Կարակ եւ այդ ձև հավաքեք ձեր նկարագրությունը, բայց դա երկար աշխատանք է ու պետք է մի քիչ պրոֆեսիոնալ լինեք այդ հարցում։ Այստեղ ապիսանյան, արդեն անցնենք առաջ, այս պարտադիր դաշտն։ Մի նկարով է կլինի, բայց ես եմ ասում էլի, որ ձեր քարտը լավ աշխատի, գոնե 5 նկար աշխատեք գցեք, մինչև 30 նկար կարակ անեք, բայց ցանկալի է գոնե 5 հատը պահեք։ Թեկուզ վերջում, եթե նկար չունեք, ինֆորմատիվ ինչ-որ մի բան, օրինակ, թեկուզ այդ քարերը խնամելու համար, ինչ-որ ինֆորմատիվ բաներ սարքեք, տեղադրեք։ Կամ օգտագործման ձևերը, օրինակ, իրական մարդու վրա ոնց կնայվի, այդ ամբողջը կարակ էլի արհեստական բանականությամբ էլ անեք, կամ թեկուզ մոդել ունենաք, նկարեք, տեղադրեք։ Հա։
Այդ իր ռեդակտորն է, չեմ կարծում որ ձեզ պրակտիկ կլինի, ջան դժվար է օգտագործել, ես էլ չեմ կարողանում, որովհետև նույն ֆունկցիան է, ինչ որ ձեռքով կանեք PicsArt-ով կամ նմանատիպ հավելվածներով։ Մեկ էլ այստեղ отметить տավար, օրինակ երբ որ ապրանք եք փնտրում, օրինակ վերնաշապի կա ու դուք ուզում եք տաբատնել հետը ցույց տա, այդ ժամանակ ես անում, բայց դա վճարովի ծառայություն է, ընդհանրապես Valverisum գոյություն ունի Gem ասվածը, այդ իր վճարովի պատվիսկան է, որի օգնությամբ ձեզ լիքը ֆունկցիաներ է տալու, բայց այդ սկզբնական ձեզ բացարձակ պետք չի, որովհետև նախ պետք է առաջ տանք մեր ապրանքը, մի քիչ գնա, հետո նոր մեզ դա օգտագործելու համար հարմար լինի։ Այստեղ ուրիշ այդպիսի ինֆորմացիա չկա, որը որ պետք է անեք, ապրանքն եք ընտրում, անունը, կատեգորիան, մեկ էլ ուշադիր կլինեք այն 10+-ը չանեք, օրինակ այդ վերաբերվում է, հասկացաք ինչ ապրանքներին, երբ որ անում եք, ինքը չի երևում, ձեր նկարը ձեր ապրանքն է փնտրելուց չի բերում, որովհետև այդ բջիջկան դրված է լինում, պատահաբար մատով կպակ, ինքը դժվար է նույնիսկ հեռացնելը, գրում եք օպերատորին եւ այլն, որ ինքը հանի։ Այդ տարիքը գրում են նորա նկարը բացում, բայց դե պատկերացրեք, եթե իրանք օրինակ հագուստ փնտրեն, ինչն է, պետք է այդ տարիքը գրեն, որ բացվի ձեր նկարը տեսնեն։ Նկարագրությունը նորից եմ ասում, էլի նույն կետին են գալի, բայց ինձ թվում է ինչքան շատ խոսենք, այնքան ավելի նստված կտա։ Ինչ ապրանք է դա նկարագրությունը, պարտադիր, իր անունը նորից է գրում, այսինքն մենք տեքստը երբ որ հավաքում ենք, մենք այդ բանալի բառերը պետք է հավաքենք այդ տեքստի մեջ։ Ինչքան շատ եք այդ բանալի բառերը տեքստի մեջ լցնում, այնքան ձեր ապրանքը հեշտ է գտնվում, որովհետև երբ որ դուք ինչ-որ ապրանք եք փնտրում, օրինակ ինչի օրինակով բերեմ, օրինակ հագուստը, չէ՞, ինչ-որ դետալ մաս եք գրում ձեր նախադասությունից, ինքը պետք է հասկանա, թեկուզ ձեր վերնագրից, ձեր տեքստից, բոլոր այդ դետալները պետք է արդեն փնտրելուց ձեր ապրանքը բերի։ Ում համար կամ ինչ նպատակով է նախատեսված, հիմնական առավելությունները, նյութը, չափը ու կիրառության ձևը, պարտադիր պետք է այս բոլոր պունկտները պահեք։ Օրինակ եմ բերել, օրինակ երկու բառով եմ ներկայացրել, օրինակ այս կանացի պայուսակը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար։ Ինչն էր մեր այստեղ պրոդուկտը, պայուսակը, ում համար էր նախատեսված կանանց համար, չէ՞, ինչի համար, ինչպես օգտագործել ամենօրյա օգտագործման համար։ Օրինակ այն պատրաստված է դիմացկուն էկոկաշվից, ունի հարմար ձև տեղավորվող հիմնական բաժին, հարմար է աշխատանքի, ուսման, զբոսանքի եւ ամենօրյա օգտագործման համար։ Լինում է, որ փնտրում են օրինակ պայուսակ զբոսանքի համար, պայուսակ ամենօրյա օգտագործման համար, աշխատանքային պայուսակ, այսինքն դուք տեքստը նենց պետք է հավաքեք, որ գտնեն այս ձեր ապրանքը։ Չէ, ռուսերեն, ինչ անում ենք ռուսերենով ենք անում։ Ռուսերեն, միայն ռուսերեն։ Եթե գրելու խնդիր ունեք, կարաք տեքստը հավաքեք, հա, արհեստական բանականությանը գցում եք տեքստը, տալիս ես ոնց որ, հա, չէ, перевести չէ, նու թեկուզ ռուսերեն, եթե սխալ գրեք, կարաք գցեք, ինքը ճիշտ տեքստը հավաքի գրագետ։ Այսինքն եթե, հա, հա, բայց որ իրան հրահանգը տալիս ես, որ դու ուղղի քո սխալները, ինքը անում է։ Էդ էլ անում։ Ուրեմն, լեզուն պետք է լինի պարզ, վստահելի, առանց չափազանց մեծաբանության, առանց բարդ ձևակերպումների, սա արդեն ասեցի, չպետք է օգտագործենք այսպիսի բառեր, լավագույն, անսովոր, սուպերվորակ, կատարյալ ընտրություն, բարձրորակ, գեղեցիկ, լավ, հարմար, այսինքն ցենց գեր նկարագրող բառեր չօգտագործենք, որովհետև դա նորից եմ ասում, Valveris-ը այդ ամեն ինչը հասկանում է, իր ալգորիթմների մեջ կա այդ բանաձևը, որ այս ապրանքները ներքև է իջացնում, ոչ թե ձեզ օգնելու է, այլ ձեզ վնասելու է։ Չէ, այս նկարագրությունը, վերնագիրը նոր բացատրեցի, վերնագիրը պետք է սկսվի քո ապրանքի անունից, հետո նկարագրող, բայց ես էլի եմ ասում, նայած ապրանք, հա, ապրանքա պարտադիր չի ինքը սենց շարունակվի, շարունակական իր հատկանիշները լինի, բայց օրինակ ռուչկայի օրինակով ես ցույց տվեցի, որ իրան պետք է գրել, որովհետև իրան նաև փնտրում են իր չափերով կամ քանակով, բաներ կա, որ պետք է գրել, օրինակ վրձինները, եթե 5 հատ է, պետք է գրվի խոսքի նաբոր կիստեի 5 շտուկ, չէ, այդ պետք է գրվի։
Հա, իր հատկանիշներ, իր կողքը, այսինքն մենակ անունը գրելով չենք կարա սահմանափակվենք, մի որոշ հատկանիշ պետքա գրենք, որ ինքը ճիշտ հասկացվի փնտրելիս։ Մեկ էլ այս որ սենց նկարագրող բառեր ասեցի, ընդհանրապես ապրանքի առավելությունները ներկայացնելու ձև պետք է ունենանք, այսինքն պետք է մենք վերցնենք մեր ապրանքի հատկանիշը, օրինակ այստեղ բերել եմ բամբակյան նյութ, ու իրան որպես առավելություն ներկայացնենք, այսինքն ինքը ինչ օգուտ է տալու մարդուն, օրինակ մաշկին հաճելի է եւ հարմար է ամենօրյա կրելու համար, այսինքն ոնց ենք անում, մեր վերնաշապիկը պատրաստված է բամբակյան նյութից, որը մաշկին հաճելի է ու հարմար է ամենօրյա կրելու համար, այսինքն մենք հատկանիշը ոչ թե սենց ճոխացնում ենք, այլ ընդհակառակը, մենք պետք է հատկանիշը իրան որպես առավելություն ցույց տանք, օրինակ չափսը այս ինչքան սանտիմետր է, որը հարմար է այսպես օգտագործելու համար, օրինակ եմ էլի ասում, այսինքն մենակ հատկանիշը ցույց տալով է չենք կարա, պետք է իրան որպես առավելություն նույնձև օգտագործենք, բայց էլի եմ ասում, այն ճոխացնող բառերով չէ, էլի իր գրագետ պետք է ճիշտ ներկայացնենք։ Այս երկու տեքստի տարբերակը, ասենց ինձ թվում է երևում է, կարա կարդակ ու ասեք որն է ավելի ճիշտ ու գրագետ։ Առաջի տեքստը, որովհետև առաջի տեքստը մեզ տվեց մեր թերմոսի նկարագրությունը, երկրորդը ուղղակի իրան լավը գոված էլի, հա, մենք պետք է մեր ապրանքը չգովանք, մենք պետք է իր առավելությունները, իր հատկանիշի առավելությունները ցույց տանք։ Օրինակ, թերմոսը հարմար է տաք եւ սառը ըմպելիքների համար, ինչ մենք տվեցինք, որ համ եւ տաքը կարանք լցնենք եւ սառը, մի ինֆորմացիա, պատրաստված է չժանգոտվող պողպատից, ամուր է, հարմար ամենօրյա օգտագործման համար, երկրորդ ինֆորմացիան, չգունաթափվող պողպատից, չէ, չժանգոտվող, 500 միլի, էլի, տարողությունը տվեցինք, 500 միլի, տեսնում եք, ինչքան մենք հատկանիշ ենք նկարագրում, աշխատանքի բավական հարմար է աշխատանքի ճանապարհի ուսման եւ զբոսանքի ընթացքում օգտագործելու համար, այսինքն իր ոլորտն էլ ցույց տվեցինք, էլի մի հատկանիշ ցույց տվեցինք, կափարիչը լավ փակում է, ինչը օգնում է կանխել հեղուկի թափվելը, եւս մեկ ինֆորմացիա, ու այս ինֆորմացիան, որ մենք նկարագրությունում գրում ենք, այսքան է, ես ձեզ ասեցի ինֆոգրաֆիկայի ժամանակ, այս բոլոր ինֆորմացիան, որ մենք տալիս ենք, մեր նկարների մեջ ամեն մի էջում մի ինֆորմացիան տեղադրեք։ Միտեղ տեղադրեք 500 միլին, միտեղ տեղադրեք, որ ինքը չժանգոտվող պողպատ է, միտեղ տեղադրեք, որ ինքը տաք եւ սառը ունի, ամենօրյա օգտագործման համար, այսինքն առօրյա ինչ-որ մի քանի պատկեր սարքեք, հեշտ տեղավորում է պայուսակի մեջ, թեկուզ պայուսակի մեջ սպորտզալում ինչ-որ աղջկա պայուսակի մեջ, չէ, էդ է կարակ, իսկ երկրորդ տեքստը ուղղակի ինֆորմացիա չկա, բացարձակ չկա, շատ գեղեցիկ, շատ լավ, շատ հարմար, այդ նույն սուպեր, որ սենց բառերը չենք օգտագործում, հա, դա շատ սխալ տեքստ է։ Ու այստեղ առանձնացրել եմ մի քանի ծրագրեր, բանալի բառեր գտնելու համար։ Ուրեմն, այս ծրագրերը ինչի համար են մեզ նախատեսված, որ մենք այս ծրագրերով մեր ապրանքը կարտոչկեն երբ որ պատրաստ է լինում, այսինքն մենք երբ որ սկսում ենք արդեն աշխատել, ինչ որ վաճառք ենք ունենում կամ թեկուզ 2 շաբաթ շրջանառության մեջ է լինում։ Ծրագրերից որևէ մեկն ենք ներբեռնում, ճիշտ ինքը բրաուզերով եք բացում, գրանցվում եք, սկիզբը անվճար է, ձեզ այդքանը հերիք է, հավատացեք, երկար պետք չի սրանով աշխատել։ Տեղադրում եք ձեր արտիկուլը ու տալիս եք որոնել, ու ինքը բերում է այն բառերը, որ բառերով ձեր ապրանքը կարային գտնեն կամ գտել են, ու այդ բառերով, թե դուք որ կատեգորիայում եք գտնվում։ Հիմա ես այս սելեգոնն եմ շատ սիրում, որտեղ ինքը շատ պարզ է օգտագործման համար, մնացածը մի քիչ բարդ են ու ֆունկցիաները ավելի շատ է ու վճարովի էլ կան շատերը։ Հիմա ցույց տամ, օրինակ վերցրել եմ կամայական նոր սարքած քարտ, մի ամսվա աշխատած քարտ է։ Այստեղ ինչ է մեզ բերում, վիդիմիստը 15%, այսինքն իրան շատ քիչ են տեսնում, պազիցիան 177, այսինքն եթե փնտրեն օրինակ նաբոր կիստեի, ինքը 177-րդ տեղում է, այսինքն մինչև իջնեն իրան գտնեն, այդքան պետք է առաջ գնան, ամսական պրասմոտորը 1377, դա շատ քիչ ցուցանիշ է, բայց այս մեզ ինչով է օգնելու, որ մենք կարանք այս ինֆորմացիան տեսնելով ու բանալի բառերը հասկանալով մեր տեքստի մեջ ավելացնենք այս բանալի բառերը, որը որ փնտրում են,
իհարկե շատ չենք ճոխացնում էլի նույն բառը կրկնենք, էդ էլ չենք անելու։ Ուղղակի հասկանանք, որ բառերով են փնտրում, կամ մեր վերնագիրը ուղենք, կամ մեր ինֆորմացիան ճիշտ սարքենք, որ մեզ փնտրելուց հեշտ լինի։ Օրինակ grill techniques նաբոր կիստի, չէ՞։ Նույն կիստի, այսինքն հիմնական նույն բառերն է, բայց մենք պետք է հասկանանք, որ բառով ճիշտ ներկայացնենք մեր ապրանքը։ Օրինակ ես այնտեղ գրել էի նաբոր կիստի, տեսեք նաբոր կիստի, տես չի բերում для макияжа։ Հիմնականում կիստիա բերում, այսինքն մեր առաջնային բառը ինքը սխալ է տեղադրված։ Պետք է սկզբից կիստի լիներ, հետո նոր մնացածը։ Տեսեք վերջում կիստի для макияжа։ Տենց ավելի լավ է լինում։ Նաբոր հետո խոսքի ես ինչքան շտուկ, չէ՞։ Տենց ավելի ճիշտ է լինում։ Ու պոզիցիան տեսեք, ամեն մի բառով փնտրելուց ձեր պոզիցիան որտեղ է գտնվում։ Որ նայեք, այնտեղ 97-րդ տեղը ամենամոտիկն եմ ասում, նաբոր կիստի для макияжа, այն օր այդ խոսքի մեջ նախադասությունն է ստացվել, որը որ գրված է եղել։ Տենց ավելի հեշտ է գտնում, քան մնացած դիրքերով։ Էս, բացի հետ էլ, երբ որ որևէ բանալի բառի վրա սեղմեք, այստեղ կբերի այն ապրանքը, օրինակ առաջի տեղը որ ապրանքն առաջնային բերում, դուք բացեք նայեք այդ ապրանքը ձեր մրցակցին, հա, տեսնեք որ ապրանքն է բերում, ու ինչով է ձեզնից առավել, ինչը կուղեք ձեր քարտի մեջ, որ գոնե մի քիչ հասնեք կամ թեկուզ ավելի լավացնեք, հա։ Այսինքն այս ծրագրերը ինչի համար են, որ օգնեն ձեզ նախ բառերը ճիշտ ընտրեք, վերնագրերը ճիշտ ընտրեք, ձեր մրցակիցներին ճանաչեք ու հասկանաք ինչով եք հետ մնում տվյալ պոզիցիաներում։ Հա, այդ նույն ծրագիրն է այս։ Հա, այս Selego-ով եմ նայել, այստեղ կարաք անվճար է սրա սկիզբը, մի երկար ժամանակ կարաք օգտագործեք, բայց այս բացեք այն ժամանակ, երբ որ քարտերը արդեն գոնե մի քիչ աշխատած է լինում, որ ձեր սխալները դուրս գցի։ Եթե հենց սկիզբը գրանցվեք, այդ ժամանակը իր արտոնյա ժամանակահատվածը կանցնի, անիմաստ էլի հիմա գրանցվեք դրա համար։ Դուք այս ինֆորմացիան պահեք, որ հետո օգտագործեք։ Անցնենք մեր հաջորդ մասին, այս արդեն ինֆորմացիան է մեր քարտի մեջ, որտեղ պետք է լրացնենք մեր ապրանքի հատկանիշները։ Մատերիալ волосы կիստի, հա, հա, մեր կիստիչկայի մազիկների որակն են գրում։ Օրինակ սինթետիկա է, սինթետիկա գրենք, եթե բնական է, գրենք օրինակ ինչի մազ է։ Հետո տենց այս կոնկրետ կիստերն է, բայց ամեն ապրանք իր չափանիշները ունի, հա։ Օրինակ, բայց ծերնի բիլոն բերելու է, օրինակ, ինչ չափերի է, քանի նաբորը ինչ կամ հա, այդ բոլորը իր մատերիալը, իր որակը, այդ ամբողջը, օրինակ, մոլնիա է մեջը, թե սովորական է, այդ ամբողջ ինֆորմացիան ինքը այսինքն հատիկ բերել է, դուք պետք է մտնեք, ընտրեք։ Այսինքն այստեղ հեշտացրած է մեր գործը այնքանով, որ ինքը կատեգորիան բերում արդեն դուք ինչը լրացնեք, դուք մտնում եք ու ընտրում եք ձեր ապրանքին համապատասխան չափանիշները։ Այստեղ նույնիսկ կա поводы, օրինակ պադարочный տուփով ինչ որ բան եք վաճառում, поводы կարեք մարտի 8 ընտրեք, չէ, Նովի գոդ, օրինակ, երբ որ նոր տարին է գալի, մտեք քարտերի մեջ մի քիչ զբաղվեք, էլի, իր поводы փոխեք խոսքի Նովի գոդ։ Օրինակ տալիս է ում համար է նախատեսված, էլի, բաբուշկա, չգիտեմ, դեդուշկա, էլի подруга, коллега, սաղ այդ կարակ փոխեք։ Այսինքն իրան կարակ իր այդ քարտի հետ, երբ որ պարապ եք լինում, նստեք ու մի քիչ ինչ որ կատեգորիա փոխեք։ Բացի հետ էլ ասեմ, երբ որ ապրանքի մեջ որևէ փոփոխություն եք անում, նկար եք փոխում, վերնագիր եք փոխում կամ նմանատիպ ինֆորմացիա, ձեր քարտը արդեն նորից նոր կարգավիճակ է ստանում ու կարա հելնի էլի վերև։ Այսինքն իրան մի սարքեք ու տենց пассив թողեք, երբ վաճառ կգնա։ Անընդհատ փոփոխեք, օրինակ նկատած կլինեք, նոր տարվան շատ ապրանքներ դնում են դիզայներական խոսքի յոլոչկայի տակ են սարքում։ Ինչ որ sense հետաքրքիր բաներ են անում, դուք պետք է հասկանաք, օրինակ այդ ժամանակ ինչ ձև ներկայացնեք ձեր ապրանքը։ Եթե ուզում եք դիտելիությունը շատանա, պետք է աշխատեք այդ ուղղությամբ։ Ոնց ասեմ, չմտածեք սա пассив է, էլի, այս աշխատանքը, всё, ուղարկեցինք պահես, սպասենք մինչև վաճառքները գա։ Եթե իրոք ուզում եք եկամուտ ստանաք, պետք է աշխատեք ձեր քարտերի հետ։ Մարդիկ նույնիսկ այս ամբողջ գործողության համար մարքեթինգային խումբ են բարձում, որպեսզի իրանց աշխատանքները կատարեն։ Ձեզ է քոնը Արմենիա պետք է։ Մատերիալը նկատի ունես։
Դե նայեք, Ամերիկայից բերել եք օրինակ չինական ապրանք, չէ՞։ Ես Կիտայ պետքա գրեք, որովհետեւ չեք կարա գրեք ԱՄՆ, որովհետեւ ձեր ապրանքի վրա արդեն գրված է Made in China, չէ՞։ Դուք չեք կարա էլ արդեն փոխեք։ Ու անիմաստ կլինի, սխալ ինֆորմացիա կտակ։ Ավելի լավ է դուք ճիշտը գրեք, քան թե իսկ եթե որպես առավելություն օրինակ որ Ամերիկայից է ներմուծված, այնտեղ լոգոյի կամ իկոնկայի ինչ որ տեսքով կարա գրեք ներմուծված է օրինակ USA-ից։ Այդ ավելի լավ է տենց, քան թե օրինակ այստեղ ստրանապրայզվոստվան սխալ գրեք։ Ուպակովկեն այդ արդեն ընտրում եք օրինակ կառուպկայի մեջ է, պակետով է եւ այլն, բայց այդ էլ կամ կարական է կամ չէ, դա ոչ մեկ այդ ոնց որ բառով չի փնտրելու ձեր ապրանքը, կարծում եմ, օրինակ չեմ փնտրի պայուսակով է, թե չէ։ Եթե օրինակ նվերային ուպակովկա է, այդ կարաք նշեք։ Պադարочный ուպակովկա մեջ չկա։ Չես սարքում։ Մտնում ես редактировать։ Հա, մի հատ նկար փոխի կամ մի հատ ինֆորմացիա մտի, օրինակ ՊՎԴ մտի փոխի մարտի 8-ը դարձրա Նովի գոդ, օրինակ եմ ասում։ Ստե 3 հատ կատեգորիա կարաս ընտրես, իրա ցանկը մեծ է, դու կարաս ընտրես, օրինակ Դեն մատերի կամ ինչ որ նմանատիպ բան, հա, որ կարաք փոխեք, օրինակ։ Հա։ Այդ մասլինիցա կամ չգիտեմ, հա։ Ինքը շատ բան չկա փոխելու, հիմնական ինֆորմացիային բնականա չեն կպնելու, իր տեղեկատվությանը չեն կպնելու, հիմնականում կպնելու ենք այս իր ՊՎԴ կամ չգիտեմ, այնտեղ ում համար նախատեսված այդ ինֆորմացիան կարանք փոփոխենք։ Զուտ ժամանակատվածից կախված կամ ինֆոգրաֆիկան տեսնում եք արդեն всё, այսքանով ձեր ապրանքը քիչ են փնտրում այս նկարով, թազա ինֆոգրաֆիկա սարքեք, նորից տեղադրեք, թող տեսեք ինչքան է գնում։ ԻԿՊՈ այդ Ղազախստանի թե Չեչնիայի համար է, իրանք ունեն հատուկ կոդեր, հա, այդ նույն չեսնի զնակի պես, բայց հատուկ գրած ընդ կարծեմ Չեչնիայում էր, Չեչնիայի համար։ Ունեք հարցականը որ դրած է, պարտադիր չի, պետք է ընդ որ սեղմես գրում է ինչն է դա։ Այսինքն, նայեք, սենց ասեմ, երբ որ ինֆորմացիա չունեք շատ, սխալ ինֆորմացիա մի գրեք, ավելի լավ է ձեր ապրանքը թերի լրացրած լինի, քան սխալ ինֆորմացիա։ Օրինակ քո քարտը ես որ բացեցի, այնտեղ ապրանքի մատերիալը, միտեղ ուրիշ բաներ գրած, միտեղ ուրիշ բաներ գրած, չգիտեմ դու նկատեցիր թե չէ դա։ Մի տողի վրա, որտեղ իր բանն է գրված, մատերիալը, միտեղ էլ ուրիշ տիպի էր, բայց էլի մատերիալին վերաբերվող հարցեր։ Տարբեր էր ինֆորմացիան, այտենց որ եղավ դժվար կլինի, կամ էլ օրինակ ուրիշ բան փնտրողը այդ կգտնի, հետո վասրատի առաջ կընկնես, հա, ավելի լավ է ինֆորմացիան ճիշտ տաս։ Այսինքն ավելի լավ է գրենք ճիշտ ինֆորմացիա թող քիչ լինի, քան թե շատ ինֆորմացիա թերի ինֆորմացիա լինի, հա, այսինքն սխալ ինֆորմացիա լինի։ Էդ էլ հաշվի առեք։ Եկանք այստեղ բարկոդը, այդ նույն շտրիխ կոդն է, որը որ քեզ տրամադրելու են։ Այստեղ ոչ թե տալիս է սկիներից բարկոդ, այդ չես անում։ Լրացնում ես բարկոդի տեղը քո հա, շտրիխ կոդի թվերը։ Ցնան այդ արդեն դնում ես դու վաճառքիդ գինն է արդեն։ Օրինակ 3000 ռուբլի ես դնում, ու ռուբլիով պետք է դնեք, եթե նկատեք, ու ցանկալի օրվա կուրսով կամ մի քիչ կուրսը բարձր հաշվարկած անեք։ Լինում է, որ օրինակ կուրսը ընկնում է, դեր ապրանքի գինը թանկ է լինում, այդ Հայաստանի շուկայի համար կարա թանկ լինի, բայց եթե նույն արժեքով դու Ռուսաստանի շուկայի համար վաճառել ես, կարաս օրինակ գնի փոփոխություն չանես, այդ էլ հաշվի առեք։ Ստեղով չես փոխում։ Ստեղով չես փոխում ես, երբ որ քարտդ բացում ես, այդ ժամանակ ես դնում, բայց գնի փոփոխությունը ունենք հատուկ կատեգորիա, այնտեղ որ արդեն այս կարտուշկեն բացում ենք, կողքը կա ցնա, իսկ գիտկա։ Այդտեղ ենք մտնում, արդեն նոր գնային փոփոխությունները անում ենք։ Ու մեկ էլ գաբարիտը ուպակովկայի։ Ուպակովկայի եկեք հաշվի առնենք, որովհետև իր հենց ապրանքի չափսերը չի պահանջում, դուք պետք է ուպակովկա անեք, ոնց եք հանձնելու գնորդին, այդ չափերը լրացնեք այստեղ, ու քաշն էլ էլի ուպակովկա արած պետք է գրեք, կիլոգրամով է, եթե օրինակ 300 գրամ է, զրամբողջ 3, հա, այսինքն չխառնենք գրենք օրինակ 300 կիլոգրամ գնա։ Հետո այդ կգնա крупногабаритный поставка, ձեր ապրանքները սա կխառնվի իրար։ Եթե ապրանքներ կան, որոնք չափեր են պահանջում, օրինակ պայուսակը։
այն ինֆորմացիայի դաշտում, որը ես նոր ցույց տվեցի, այնտեղ դաշտը կա, որ պայուսակի չափերը պետքա լրացվի։ Այսինքն իր նկարագրության դաշտում կա նաև այդ մասը։ Նայած ապրանքը ինչ ապրանք է։ Ու ոնց է բացվում իր տակի այդ ինֆորմացիայի հատվածը։ Դա լրացնում ես արդեն քո պայուսակի չափերը, բայց այս որ գալիս ենք արդեն գաբարիտի ուպակովկա, արդեն մեր ուպակովկայի չափերը, այդ արդեն օրինակ Ռուսաստան ես պատվիրում, այնտեղ իրանք ամբողջ ինֆորմացիան տալիս են, դու ուղղակի լրացնում ես։ Ու եկանք սերտիֆիկատին հասանք, սերտիֆիկատի դեկլարացիա соответствия։ Եթե ձեր ապրանքը սերտիֆիկատով է, այստեղ լրացնում ենք նոմերը, որը որ ձեզ տրամադրում է այդ սերտիֆիկատի վրա կա այդ նոմերն ենք լրացնում, действен, այսինքն որ օրից մինչև որ ժամանակահատվածը, այդ ենք լրացնում ու создать ենք տալի։ Երբ որ ձեր թվերը ճիշտ է լինում, արդեն այդ գալչկեն ավտոմատ բերում է ձեր էջում, որովհետև դա ավտոմատացված համակարգ է, եթե սերտիֆիկատ, օրիգինալ սերտիֆիկատ ունեք, արդեն դա երևալու է։ Առաջ օրվանից դա ցույց է տալիս։ Սերտիֆիկատ ու դեկլարացիա, դրանց տարբերությունը ես ձեզ հստակ չեմ կարող ասեմ, այդ մեր մասնագետի ես տվյալները կտամ, ինքը ձեզ կասի, ապրանքներ կա դեկլարացիա, ապրանքներ կա սերտիֆիկատ соответствия։ Դեկլարացիան հիմնականում պայուսակներն են ու նմանատիպ կատեգորիաներն են, իսկ սերտիֆիկատը այդ հիմնականում խնամքի միջոցներն են, որոնք որ հենց բրենդավորված, այսինքն յուրաքանչյուր բրենդի համար դուք առանձին սերտիֆիկատ եք հանելու։ Օրինակ ես ունեմ Ordinary ֆիրմայից, հա, ու մենակ այդ ապրանքի բրենդի ապրանքներն է մեջը մտնում։ Դուք ուրիշ ապրանք չեք կարա։ Իսկ դեկլարացիան մի քանի ոնց որ կատեգորիան է ու մի քանի ապրանք կարաք մեջը մտցնեք։ Ես ցանկ ուղարկել եմ, որ ապրանքներն են սերտիֆիկացվում։ Եթե նայենք պարտադիրենքը, հա, պարտադիր է պահանջներով, որովհետև Ռուսաստանը սա խիստ հսկվում է, բայց եթե որպես նայենք Հայաստանի վաճառող, այստեղ պարտադիր չի ու երբեմն չեն պահանջում, նույնիսկ խանութները մեր առանց սերտիֆիկատի աշխատում են, ոչ մի խնդիր չի լինում։ Մի որոշ ժամանակ կարաք սենց աշխատեք, բայց ես ձեզ բացատրել եմ։ Եթե Աստված չանի ինչ-որ հարց առաջանա, դուք ես չունենաք, մեծ տուգանքների մասին է խոսքը 500,000 ռուբլուց սկսում է։ Նայած ապրանք։ Ռուբլի, հա։ Չէ, հայ է, բայց ով որ անում է հայ է, Ռուսաստանում է, հա, ինքը հենց բանում է աշխատում էլի, այդ սերտիֆիկացման կենտրոնում է աշխատում։ Չէ, Այսա ուզում եք, չնայած չեմ կարող ցույց տամ։ Այս ապրանքը, որ մտնում եք, նայեք, նկարագրության դաշտում այնտեղ մի հատ sense գալոչկա է տալիս, սերտիֆիկատը проверено, ինչ որ կանե sense значок, ոչ թե օրիգինալ, այդ կապույտ օրիգինալի զնակը չի, կանաչն է։ Այդ է, որ ձեր ապրանքը ստուգված է։ Սերտիֆիկատը Եթե սխալ է, անօրինական բան է, բնական է չի ակտիվանա։ Չէ։ Բայց իրանց նորմատիվներին համապատասխան սերտիֆիկատ են տալի, դու դաժե կարաս մտնես իրանց օֆիցիալնի էջով Ռուսաստանի սերտիֆիկացման կենտրոնի էջով բացես քո կոդով բանով գտնես ում անունով է գրված, ինչա, ոնց է ժամկետով, դա ամբողջ քաղվածքը 5 թերթանոց քաղվածքը սա տալիս է։ Եթե այնտեղ գրել եմ отказной письмо, դրանք այն ապրանքներն են, որոնք սերտիֆիկատ չի պահանջվում։ Դրանց համար պետք է отказной письмо։ Դա 3000 ռուբլի է ընդամենը։ Գրվում է հենց հայկական ԱՁ-ի վրա, հա։ Գրվում է հայկական ԱԶ-ի վրա, վաճառելուց ոչ մի խնդիր չի առաջանում, եթե Աստված չանի առաջանա, դուք այդ թուղթը կարաք ուղարկեք, ասեք ես իրավունք ունեմ այս ապրանքը վաճառելու։ Այդ отказной письмо-ն դա է, որ թույլ է տալի, որ դու այս ապրանքը վաճառես։ Դրա մեջ է կարաք ընտրեք 25 տարբեր տեսակի անունների ապրանք։ Հա, հասկացա ինչն ես ասում, բայց տենց թույլ չի տալի հայկական խանութները այդ ձև անեն, այդ քո ասած տան համար եւ այլն։ Քո էջը սովորական էջի պես է աշխատելու, իրան մտնելու ես, իրար հետևից գնալու է։ Հա։ 25 անուն ապրանք ընդհանրապես ես օրինակ խորհուրդ չեմ տա շատ տեսականի լինի, որովհետև ավելի լավ է դուք քանակով աշխատեք, քան թե տեսականիով։ Տեսականիով նախ աշխատանքն է շատ։ Դուք այդ ինչքան պրոֆեսիոնալ պետք է լինեք, որ կարողանաք հսկեք այդ բոլորը։ Մինչև 300, չէ, հիմա սահմանաչափ շատացրել, մինչև 1000 անուն ապրանք կարաք տեղադրեք ձեր էջում։
բայց դրա համար դուք պետք է ունենաք համապատասխան մասնագետներ, որ կարողանաք հսկեք այդքան ապրանքը։ Դու կարաս վերցնես օրինակ, հա, բայց դու մի հատ անուն ես գրում։ Մի անունի տակ դու 50,000 հատ տեսակ կարաս ընտրես։ Ես կատեգորիան եմ ասում։ Դու կարաս ընտրես կիստ, կարաս ընտրես օրինակ ակնոցներ, զարդատուփ, սաներներ, ու տենց 25 տեսակ ապրանք։ Իրանք սաղ կասեն ինչ կանես։ Դու իրանց դիմում ես, ասում են, այս ցանկն է, ինձ ուղարկի ես ինչ դոկումենտները քո, ամեկ էլ ձեր ԱՁ-ն պետք է ռուսերեն թարգմանություն ունենա։ Այդ պետք է հանեք 7000 դրամ է կարծեմ թարգմանությունը, չէ՞, ոնց որ։ Նոտարով, հա։ Այդ թարգմանությունն եք ուղարկում, որի հիման վրա սերտիֆիկատը անում են։ Այնտեղ ինֆորմացիան ինչն է ուզելու, տալու է ցանկը, ասելու է ընտրի կատեգորիաները ինձ ուղարկի։ Մենք առաջ, այս rich content-ն է, ափսոս վիդեոն չի բացում։ Մանայք, rich content-ը ինչ հայրենից ներկայացնում, երբ որ ապրանքի նկարագրությունը մտնում եք, տեսած կլինեք, նկարագրությունը, սիմվոլները, նկարագրությունը։ Նկատել եք, թե չէ։ Հիմնականում տենց բրենդային ապրանքներն են, որտեղ իրանց է դոստուպը շատ է կարգի։ Նկարագրությունը, որ մտնում եք, ոչ թե սովորական կարճ տեքստ է, այլ նկարներ, տեքստ, նկար, տեքստ։ Այդ rich content-ն է, հա, այսինքն ապրանքի նկարագրությունը ավելի հարուստ է, տեսական ձևը ավելի շատ է։ Այսինքն համ դուք տեսնում եք, օրինակ գրում ապրանքը, այսինչ մատերիալից է ու մատերիալի նկարն է դրած։ Հետո գրած օրինակ օգտագործել, այսինչ ժամվա ընթացքում էդ է դրած, այսինքն համ նկարը, համ նախադասությունն է գրված։ Ու այստեղ դու կարողանում ես քո գրելու ձևը փոխես, օրինակ bold գրի, հա, այսինքն մուգ գրի, թեքությամբ գրի, ոնց գրի, հա, այսինքն դուք այս ամբողջը կարողանում եք հսկեք։ Ափսոս վիդեոն այստեղ չի թողում, վիդեո է սարքել, բայց չի թողում ինձ բացեմ։ Rich content-ը ոնց են անում։ Երբ որ ապրանքային քարտը արդեն բաց է, մտնում ես redactor-ով, բայց արդեն այս rich content-ը ակտիվ է լինում։ Սկսում ենք այստեղ հավաքել։ Նայեք, աբլոշկան, նկարը դրեցինք, սկսում ենք տեքստը հավաքել, ինքը հերթականությամբ ասում է, ու դուք ինչ հավաքել եք, այս գլխավոր էջում արդեն տեսողական ցույց է տալի։ Ուղղակի այստեղ բանը գիտեք որն է, որ դուք համ պետքա պատրաստեք ձևը հեռախոսի համար, համ պետքա պատրաստեք ձևը համակարգչի համար։ Ինքը մեծ աշխատանք է տանում, հիմնականում մեծ ընկերություններն են անում, էլի, որովհետև նախ ժամանակատարը, բացի հետ էլ պետք է այդքանը տեղեկացված լինեք, որ կարողանաք անեք իր չափերով եւ այլն ճիշտ դնեք։ Այստեղ նաեւ վիդեոներ են կարում դնեք, վիդեոն դնում եք, օրինակ թերթելուց ինքը վիդեոն ավտոմատ միանում է։ Ես ձեզ շատ ինֆորմացիա եմ տալիս, սկզբից պետք չի գալու, ես վստահ եմ, բայց թե իմանաք, որ սենց բան կա, երբ որ կհասնեք այն ժամանակը, որ արդեն պետք է սրանով է աշխատեք, ինֆորմացիան այնքան լիքն է երեխեք ինտերնետում, վստահ եմ, որ կարաք հանեք ու սովորեք։ Բացի հետ էլ, երբ որ դուք ես բացեք ու ինֆորմացված լինեք, ինչ պետք է անեք, քայլ տալիս է, նկարը, տեքստը դուք ընտրում եք, ձևն եք ընտրում ու առաջ եք գնում։ Տեսողական արդեն ասում ես, մեջտեղի հատվածում ցույց է տալի ինքն ինչ ձև պետք է լինի։ Ձեզ դուր չեկավ, փոխեք, նորից արեք։ Հա։ Կարաք նույն նկարները օգտագործեք հենց բացատրելով տեքստը գրելով, այսինքն նկար դնեք, բացատրեք, նկար դնեք, բացատրեք։ Լավ, այս գործնական մասսայի տեղադրել, ասեցի, եթե կուզենաք տեքստ հավաքենք, մի հատ հասկանանք, օրինակ ձեր ապրանքը ոնց կնկարագրեք։ Ուզեք թե չէ։ Եկեք 2-3 նախադասությամբ մի հատ ապրանք վերցրեք, որ ուզում եք նկարագրեք, օգտագործեք այդ բանալի բառերը ու իր հատկանիշները։ Հայերեն թեկուս։ Եկեք անենք մի փոքր։ Ես այդ ձեր ոնց հարմար է։